Բարև ձեզ հարգելի լրագրողներ, առաջիկա 1 ժամվա ընթացքում պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին, խնդրեմ։ Առաջին հարցը առավոտ։ Պարոն Փաշինյան, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ կայացրեց Ադրբեջանի դեմ, Ադրբեջանին ըստ էությամբ մեղադրելով ծանր պատերազմական հանցագործությունների մեջ, խոսքը մայոր Հայկ Թորոյանի դրվագի մասին էր, երբ նրան տանջամահ արել, խոշտանգել էին, այնուհետև գլխատել, այսինքն փաստացի միջազգային դատական այցանը փաստում է, որ Ադրբեջանը պատերազմական հանցագործություն սանձազերծած երկիր է, իրականացրած երկիր է եւ ինքն է հարձակվել հենց Արցախի վրա ու սանձազերծել պատերազմը։ Հիմա այս պայմաններում կան նաև դրվագներ Հայաստանի տարածքում, բացի 44-օրյա պատերազմից նաև Հայաստանի տարածքում էլ կան նման օրինակ դրվագներ, երբ նման գազանություններ են գործելու հանցագործություններ ադրբեջանցիները, դուք նախորդ մեր հարցերին ի պատասխան ասում եք, որ չեք բարձրացնելու հարցերը եւ ասում եք, որ երկու ծայր ունի այդ սուրը, հա։ Հիմա ուզում եմ ես ձեզ հարցեր նախ ձեր դիրքորոշումը հայկական կողմից կարծես մի այդ այս վճռին արձագանք չի եղել, երկրորդ ինչպես եք այս պայմաններում, երբ միջազգային դատական այցանը փաստում է թե ով է հանցագործը, դուք հավասարության նշան դնում հայկական ու ադրբեջանական գործողությունների միջև եւ երրորդ ընդհանրապես պատրաստվում եք հետագայում այս հանցագործություններին հետամուտ լինել եւ հանցագործներին կանչել պետական մակարդակով, անհատական գանգատներ կանչել պատասխանատվության։ Շնորհակալություն։ Ես Հայաստանի եւ Ադրբեջանի գործողությունների միջև հավասարության նշան երբեք չեմ դրել, դա արել է Կալուգացի օլիգարխը, երբ որ պատերազմի ժամանակ կոչով էր հանդես գալիս Հայաստանին եւ Ադրբեջանին, նրանց ըստ էության դնելով մեզ ու Ադրբեջանին դնելով նույն տրամաբանության մեջ։ Ինչ վերաբերվում է իմ ասածին, իմ ասած այն է, որ խաղաղություն է հաստատված եւ խաղաղության նկատմամբ պետք է հոգ տանել, հակառակ դեպքում այդ խաղաղությունը շատ հեշտությամբ կարելի է ջախջախել եւ վերացնել, որի արդյունքում մենք կունենանք այլ բազմաթիվ դեպքեր, որոնք ենթադրում եմ Ադրբեջանն էլ կունենա, որ հետո ստիպված կլինենք միջազգային ատյաններում հետամուտ լինել։ Միջազգային իրավական ինստիտուտները աշխատում են եւ դա նորմալ գործընթաց է եւ պետք է տեղի ունենա եւ դա մեր գնահատականը չի փոխում։ Շնորհակալություն, հաջորդ հարցը մի է։ Պարոն Փաշինյան, երեկ տեղի ունեցավ համընդհանուր առողջապահության հիմնադրամի խորհրդի նիստը եւ ընտրվեց ղեկավար կազմը։ Կուզենայի լսել ձեր գնահատականը առաջի կիսամյակի արդյունքների մասին, հա, ոնց է գնահատում ընթացքը։ Ենթադրում եմ նաև քննարկվել է ապագայի ծրագիրը եւ կուզենայի իմանալ եկող տարվա մասով կառավարությունում կա պատկերացում, որոշում ինչպես է լինելու գինը, պահպանվելու է ներկայիս գները, դա տարեկան փաթեթը 129,600 ու ամսական 10,800-ը, ինչպես նաև պահպանվելու է արդյոք այդ սուբսիդավորման չափը, որ ներկայիս կա, եթե չի պահպանվելու, փոփոխվելու է, բարձրանալու է, ապա ինչպես։ Շնորհակալություն։ Ես այդպիսի տվյալ չունեմ եւ մենք նման հարց չենք քննարկել ընդհանրապես մեր մրցութային հանձնաժողովի նիստը եղել, մրցութային հանձնաժողովի այնտեղ բովանդակային հարցեր միայն այս համատեքստում են քննարկվել, ձևավորվել է հոգաբարձուների խորհուրդ, ընտրվել է գլխավոր տնօրեն, նրանք կնշանակվեն, նրանք կմտնեն աշխատանքի մեջ եւ նրանք է ռեկոմենդացիաներ ունենան, եթե չեմ սխալվում կարգավորումներով այդ հոգաբարձուների խորհուրդն է նաեւ գների հարցում որոշակի դերակատարում ունենալու, կառավարությունը քաղաքականությունն է մշակելու եւ հոգաբարձուների խորհուրդը եւ գլխավոր տնօրենը գործելու են այդ շրջանակում։ Այս պահին մեր պլանը հետեւյալն է, որ 2028 թվականին ամբողջ բնակչությունը պետք է ներառված լինի եւ հաջորդ փուլում մենք առաջնային կարգով արդեն նաեւ 63 տարեկան թոշակառուներին կներառենք ծրագրի մեջ, որպեսզի սոցիալական հատվածը կառավարության ամբողջացնենք, այն մնացած հատվածներով կմտածենք, իսկ այս պահի դրությամբ առողջության ապահովության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ է գործել, ի հեճուկս բոլոր այն փորձերի եւ դա իմիջիայլոց նաեւ տեղի ունեցավ, որ լուրեր էին տարածում, թե ընտրություններից հետո համակարգը չեղարկվելու է, դրա նպատակն էր,
որ մարդկանց հոսքերը էականորեն մեծանան եւ համակարգը կոլապսի ենթարկվի, մարդկանց հոսքերը էականորեն մեծացան, բայց համակարգը կոլապսի չի ենթարկվեց, ինչը շատ լավ է եւ այս հենքի վրա արդեն նոր ուժ, նոր մարդիկ են գալիս, որոնք պրոֆեսիոնալ են տարբեր ոլորտների եւ իրենք համոզված եմ եւ հույս ունեմ, որ իրենց աշխատանքի արդյունքում կլավարկեն եւ բնականon զարգացումը համակարգի կապահովեն, իհարկե կառավարության առաջնորդության ներքո։ Պարոն Փաշինյան, ընտրություններին մասնակցած 7 քաղաքական ուժեր գումել են Սահմանադրական դատարան, վաղը արդեն այդ միասնական հայցով քննարկում տեղի ունենալու, նրանք համարում են, որ այս ընտրությունները կեղծված են, ոչ լեգիտիմ են եւ դա բողոքարկում են Սահմանադրական դատարան, ինչպիսին է իշխող քաղաքացիական ուժի կամ այս դեպքում ձեր անձնական տեսակետը ընտրությունների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի արձագանքների հետ կապված, արդյոք չունեք մտավախություն, որ Սահմանադրական դատարանը ընտրությունների արդյունքները կհամարի չեղյալ եւ նոր ընտրություններ կնշանակվեն, սա որպես առաջին հարց եւ երկրորդ հարց, նաեւ ըստ էության նոր կաբինետ պետք է ձևավորվի, դուք ինչպիսի փոփոխություններ եք պատրաստվում գնալ, արմատական փոփոխություններ լինելու է արդյոք գործադիրի կազմում եւ նաեւ նոր ազգային ժողովի նոր նախագահի հետ կապված մամուլում 3 անուն է շրջանառվում գործող նախագահ Ալեն Սիմոնյանի, փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի եւ Հայկ Կոնջորյանի խմբակցության ղեկավարի ձեր անձնական տեսակետը այս 3 անձանցից դուք կցանկանայիք տեսնել ազգային ժողովի նախագահի պաշտոնում, շնորհակալություն։ Սահմանադրական դատարանի գործընթացի հետ կապված որևէ մեկնաբանություն չեմ անի, որովհետև կոռեկտ չէ, այսինքն մենք մեր դիրքորոշումները, մեր ներկայացուցիչները ներկայացնեն Սահմանադրական դատարանում, ինչ վերաբերում է լեգիտիմությանը եւ օրինականությանը, լեգիտիմությանը, ես ուզում եմ մենք անդադ չմոռանանք, որ լեգիտիմության մեկ աղբյուր կա այդ ժողովուրդն է։ Ժողովուրդն է գնահատում իր ընտրությունը տեղի է ունեցել, թե իր ընտրությունը տեղի չի ունեցել։ Եթե որևէ մեկը դիտելու գոնե բավարար հմտություն ունի, անզեն աչքով կնկատի, որ ժողովուրդը արձանագրել է, որ իր ընտրությունը տեղի է ունեցել եւ իր ընտրությունը արձանագրվել է ընտրությունների պաշտոնական արդյունքներով։ Մնացածը արդեն մեր դիրքորոշումներով հանդես կգան մեր թիմի ներկայացուցիչները Սահմանադրական դատարանում, որովհետեւ ես գրություն եմ ստացել Սահմանադրական դատարանից, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ներգրավել է որպես երրորդ կողմ, եթե չեմ սխալվում, այդպես է կոչվում։ Ազգային ժողովի նախագահի տեխնացուի ընտրության հետ կապված ես իմ մոտեցումները չեմ հայտնի, ելի նույն նկատառումով, որովհետև քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում այսօր տեղի է ունենալու նիստ, որտեղ որոշում են կայացվելու առաջադրված տեխնացուներից փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվելու է մեկը եւ ով որ կընտրվի դրա մասին ենթադրում եմ կլինի չեմ ենթադրում կլինի հանրային իրազեկում, այսինքն մեր պլանը այս է, որ այսօրվա նիստում այդ հարցով մենք պետք է լսենք տեխնացուներին, հարցեր տանք, մտքեր փոխանակենք եւ որոշում կայացնենք։ Ես իմ քվեարկությունը կանեմ փակ գաղտնի ռեժիմով, ինչպես նաեւ մյուս գործընկերները։ Գործադիրի կազմի հետ կապված ես ասել եմ, որ ընդհանուր առմամբ կառավարության կազմում փոփոխություններ չեմ տեսնում, չեմ նախատեսում, այսինքն կառավարության անդամների փոխվարչապետեր եւ նախարարներ այլ մակարդակներում որոշ փոփոխություններ ենթադրում եմ, որ տեղի կունենան։ Ոչ թե ենթադրում եմ, այլ մտածում եմ, որ փոփոխություններ տեղի կունենան։ Իմիջայլոց դուք եթե ուշադիր եղել եք, ես հայտարարություն եմ տարածել, որով հրավիրում եմ աշխարհի 200 լավագույն բուհերի շրջանավարտներին ներառվելու կառավարության կադրային բանկում։ Իհարկե պատահականություն չէ, որ հենց այս ժամանակաշրջանում եմ այդ հայտարարությունը տարածել, որովհետև մենք դեռ ունենք ըստ էության ավելի քան 1 ամիս, համարյա 2 ամիս ժամանակ կառավարության եւ նրա ինստիտուտների ձևավորման շուրջ մտածելու եւ ես չեմ բացառում, եթե կլինեն այնպիսի անձինք, այնպիսի մարդիկ, որոնք որոշակի չափանիշների կհամապատասխանեն
եւ կառավարության ռազմավարական տեսլականը կկիսեն, ես չեմ բացառում, որ հենց այս փուլում տեղի կունենան նշանակումներ, համենայն դեպս իմ մտադրությունը դա է, որ մենք նաեւ նոր մարդկանց բերենք եւ եթե ձեր մոտ հարց ծագի, իսկ ինչու այդ հայտարարությունը ես չէի անում, ասենք օրինակ մի տարի առաջ, տարի ու կես առաջ, որովհետեւ իմ փորձառությունը ցույց էր տալիս, որ դա հաջողություն չէր ունենալու, բայց քանի որ մենք որդեգրել ենք կատարողականի հիման վրա վարձատրության համակարգ, արդեն նման կրթական ճանապարհ եւ որակավորում ունեցող մարդկանց համար համոզված եմ Հայաստանի Հանրապետությունում պետական աշխատանքը գնալով կլինի ավելի ու ավելի գրավիչ եւ սրանից կօգտվեն միայն ու միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, միայն ու միայն շահառուները, այդ թվում լրատվամիջոցները, որովհետեւ ասել եմ, որ մենք մեծ բարեփոխում ենք պատրաստում, որը շատ մեծ աշխատանք է պահանջում, հենց միանգամից հնարավորինս շուտ, եթե այլ տեխնիկական խնդիր չլինի, մենք հենց հունվարի 1-ից կփորձենք դա անել, կփորձենք ամեն ինչ կանենք, որպեսզի համընդհանուր հայտարարագրման համակարգում յուրաքանչյուր հայտարարագրող քաղաքացի հնարավորություն ունենա իր հայտարարագրման մեջ նվիրատվություն անել 3 սուբյեկտի՝ լրատվամիջոցի, կուսակցության եւ հասարակական կազմակերպության։ Իհարկե հիմա քննարկում են նաեւ գուցե այլ շահառուներ նույնպես մտցնենք, բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, կարծում եմ սա շատ կարեւոր բարեփոխում է, որովհետեւ մենք նաեւ լրատվամիջոցների համար հնարավորություն ենք ստեղծում, որպեսզի իրենք ուղիղ ֆինանսավորում ստանան իրենց ընթերցողներից եւ նաեւ ընթերցողները քվեարկելու հնարավորություն ունենան այդպիսով։ Ուզում եմ հիշեցնել, որ խոսքը շուրջ 70 միլիարդ դրամի մասին է սոցիալական կրեդիտները, այսինքն իրանց սոցիալական կրեդիտներից որոշակի սահմանափակումներով իհարկե մարդիկ հնարավորություն կունենան ֆինանսավորել կուսակցություններին, լրատվամիջոցներին եւ հասարակական կազմակերպություններին։ Այո, դրվելու է, ռեեստրը լինելու, ասենք մարդը դուք որ լրատվամիջոցից եք, իրականում է եմ։ Ասենք մարդը, երբ որ համընդհանուր հայտարարագիրը լրացնի եւ սոցիալական կրեդիտները ստանալու փուլում ինքը կարող է ընտրել, որ ենթադրում ենք կա առաջարկ, որ 1000 դրամ լինի սկզբնական շրջան, որտեղ շատ մեծ թվով մարդկանց մասին է, ասենք կարա օրինակ, եթե 1000 կարա միանգամից 1000 դրամ նվիրի այսինչ լրատվամիջոցին, 1000 դրամ այսինչ կուսակցությանը, 1000 դրամ այսինչ հասարակական կազմակերպությանը եւ ես կա սոցիալական կրեդիտ։ Ճիշտն ասած չենք մտածել, որ պարտադիր լինի կամավոր երևի, որ մարդը պետքա ուզենա, ոնց իրեն պարտադրենք, որ չէ պետքա նվիրել։ Չէ, պարտադիր կամավոր կլինի։ Եթե իմիջիայլոց, եթե գաղափարներ ունենաք, այդ կուսակցություններն էլ, հասարակական կազմակերպություններն էլ, լրատվամիջոցներն էլ հաճույքով կքննարկենք։ Բայց ելի եմ ասում, խնդրում եմ հաշվի առեք, որ սա բոլորովին նոր բան է լինելու եւ այդտեղ պետք է աշխատենք, որպեսզի հասկանանք։ Ես հույս ունեմ, որ այսպիսով մենք կկարողանանք հասնել նրան, որ Հայաստանում եւ հասարակական կազմակերպությունները եւ լրատվամիջոցները եւ կուսակցությունները հասնեն անկախության մաքսիմալ աստիճանի։ Ամեն դեպս այդ մեխանիզմը ստեղծվում է եւ վստահ եղեք, որ մենք ամեն ինչ կանենք, որ այդ համակարգը զարգանա։ Պարոն Փաշինյան, ամբողջ քարոզարշավը դուք կառուցեցիք խաղաղության օրակարգի վրա եւ հիմա ընտրություններից անմիջապես հետո Ադրբեջանը խոսում է արևմտյան Ադրբեջանի մասին, նրանց պատգամավորներն ասում են խաղաղության օրակարգում պետք է օրակարգային հարց լինի նաեւ ադրբեջանցիների վերադարձի հարցը։ Արդյոք այս խոսույթը երբ կա, չի նշանակում, որ խաղաղության օրակարգը եւ խաղաղության գործընթացը վտանգի տակ է կամ տապալված է եւ ինչու է Ադրբեջանը նոր թափով սկսել այն խոսույթը, որը ինչ որ էտապում կարծես թե նախընտրական այդ շրջանում դադարեցրել էր։
Եվ երկրորդ հարցը նիստում դուք խոսեցիք ԵԱՏՄ-ի հետ կապված եւ մի այսպիսի հայտարարություն արեցիք, թե ԵԱՏՄ-ն դեռ ինքը պետք է ասի կա, թե չկա Հայաստանի քաղաքական, տնտեսական կյանքում։ Սա ավելի շատ հիշեցնում է մեզ ՀԱՊԿ-ի հետ կապված գործընթացները, երբ ասում եք, որ ոչ թե մենք ենք հեռացնում ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է Հայաստանից հեռանում, եւ դա բերեց մի этаպի, երբ որ սառեցվեց հարաբերությունները։ Հնարավոր է ԵԱՏՄ-ի հետ էլ նման սառեցում տեղ ունենա։ Առաջին հետ կապված ես ըստ էության այդ թեմային անդրադարձել եմ նաև խորհրդարանի վերջին նիստի ժամանակ, տեսեք, ինձ համար ակնհայտ է, հիմա օրինակ քննարկվում է, որ նույն Միացյալ Նահանգների Սենատում ձեր ասած թեմայով միջոցառում է լինելու, բայց իհարկե լռության է մատնվում այն, որ ընդամենը 10 օր առաջ կամ մի քիչ ավելի առաջ հայկական կազմակերպությունները օրակարգ են մտցրել հարց, որը ըստ էության, եթե շատ մանրամասների մեջ չմտնեմ, օրակարգ են մտցրել հարց, որը ըստ էության վերաբերվում է Ղարաբաղյան շարժման շարունակությանը։ Ես էլի ուզում եմ շատ հստակ լինի, հարգելի գործընկերներ, այս հարցը, քանի ազգային ժողովի օրինակ դահլիճում դրված են Ղարաբաղի դրոշներ, քանի այդ խոսույթը Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է, այդ հայլայն ձևով դա շարունակվելու է, դա ընդամենը մեկը մյուսին պայմանավորող գործոն է։ Չէ, ես եմ իշխանության, դրա համար ես եմ ասում այս ամեն ինչի մասին։ Եվ ես ասում եմ, որ այդ ամեն ինչը չունի գործնական կիրառական նշանակություն եւ չի ունենալու այնքան գործնական կիրառական նշանակություն, քանի դեռ մենք իշխանություն ենք եւ այդ հարցում հստակ դիրքորոշում ենք արտահայտում։ Այսինքն ինչ եմ ասում, սա էլի չմեկնաբանվի, որ տենց մեր իշխանություն լինելու լոբինգ ենք անում մենք։ Շատ բարձ պատճառով մարտիկ օրակարգերով ես նախորդ մանում էլ ասացի, չէ՞։ Հայաստան դաշինքի առաջնորդը ասում է 29743 քառակուսի կիլոմետրով չպետք է բավարարվի Հայաստանի Հանրապետությունը, բայց ինչ պետք է անի։ Այսինքն այդ միայն ընտրություններով չի, բոլոր լսում են, չէ՞, թե Հայաստանում ինչ են խոսում, ինչա կատարվում։ Ես շատ ուղիղ ասում եմ, Միացյալ Նահանգների դաշնակցական լոբինգը ինչքան այդ ուղղությամբ ջանքեր գործադրեց, ինչքան քայլեր արեց, ստանալու են, այսինքն ցանկացած քայլ, որը հակասում է Հայաստանի Հանրապետության ժողովրդի կատարած ընտրությանը, ժողովուրդը ասել է, որ Ղարաբաղի շարժումը չի շարունակվում, չի շարունակվելու։ Հիմա ցանկացած փորձ այլ մակարդակներում Ղարաբաղի շարժումը շարունակելու բերելու է հայլային արձագանքներ։ Ընդ որում ես ուզում եմ մեզ բոլորիս բան անել, ուշադրությունը հրավիրել, որ կարա այդ process-ը կարա խնդիրներ առաջացնի։ Հեսա պատճառը, որ ես շարունակում եմ պնդել եւ մենք ամեն հնարավոր քայլ ձեռնարկելու ենք, որպեսզի Ղարաբաղի շարժումը շարունակելու բոլոր փորձերը կասեցվեն, այդ թվում այն պատճառով, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը այս տեսլականի օգտին քվեարկել է, սա շատ կարևոր հանգամանք է։ Եվ դա մենք գնահատելու ենք Հայաստանի ժողովրդին նոր ավանտյուրայի մեջ ներքաշելու փորձ եւ մեր լիազորությունների եւ օրենքի սահմաններում ամեն ինչ անելու ենք դա կասեցնելու։ Ցանկացած այդպիսի բան, օրինակ նախընտրական շրջանում ես չուզեցա դրա մասին շատ մանրամասն խոսում էր, որ նույն Նախճեվանում ինչ որ միջոցառում է տեղի ունեցել, բայց մենք չէինք ասում Հայաստանում օրինակ ինչ մասշտաբային միջոցառում է տեղի ունեցել դրան նախորդած շրջանում եւ ինչ շեշտադրումներ են արվել եւ այլն եւ այսպես շարունակ։ Մենք ես ելի եմ ասում, ես ուզում եմ ճիշտ հասկանալ, ես ոչ թե մեղադրում եմ ինչ որ մեկին, ոչ թե ես պարզապես ուզում եմ դուք հարց եք տալիս, ես եւ հանրությունն էլ հետևում է մեր խոսակցությանը, ես ուզում եմ, որ մենք խնդրի կոնտեքստը հասկանանք պատճառահետևանքային կապերը։ Ընդ որում ասում եմ, այդտեղ այդ բանն էլ է անիմաստ, ով առաջինը սկսեց, ով երկրորդը սկսեց, որովհետև դրա սկիզբն էլ այդ նույնն է, թե գնանք փորձենք հասկանալ Ղարաբաղի շարժումը ոնց սկսեց, ով էր ճիշտ, ով էր սխալ եւ այլն եւ այլն։ Այսինքն ամենամեկնարկի կետը դա չենք գտնի, եթե փորձենք Ադրբեջանի հետ այդ կետը գտնել։ Մենք մեր ճշմարտությունը ունենք եւ հավատում ենք այդ ճշմարտությանը, իրանք իրան ճշմարտությունն ունեն եւ հավատում են իրան ճշմարտությունը։ Սրա մասին չի խոսքը։ Խոսքը նրա մասին է, որ պետքա դադարեցնել։ Եվ իմ առաջարկած ռազմավարական գործարքը հենց դրա մասին է։ Հայաստանը եւ Ադրբեջանը
պետքա իրար հանգիստ թողեն։ Հանգիստ թողելու ձևը Ղարաբաղի շարժումը չշարունակելը Հայաստանում եւ Ադրբեջանում է այս տրամաբանության հետ առնչվող գործողություն չանելը, որովհետեւ չէ, բայց այդ եմ ասում, բայց մենք խաղաղության համաձայնագիր ենք, չէ՞ նախաստորագրե, որտեղ ասել ենք, որ Ալմաթայի հռչակագրի հիման վրա ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը։ Հիմա հարց է հնչում, Հայաստանի Հանրապետությունը այս իրոք ճանաչում է, հիմա ընտրություններից հետո առավել եւս ժողովուրդն էլ վերահաստատեց դա։ Այդ դրանից հետո հարց է ծագում, բայց ինչի է խորհրդանի դահլիճում Ղարաբաղի դրոշները դրած։ Էլի եմ ասում, հա? Իրանք ով։ Հարգելի գործընկերներ, ես չեմ վիճում ձեզ հետ։ Ես չեմ վիճում ձեզ հետ, որովհետև, այսինքն ժանրը դա չի։ Եթե պետքա բանավիճենք, բայց ես ձեզ ներկայացնում եմ հարցի կոնտեքստը։ Ձեր մնացած հարցերը արդեն դրանից բխող բանավեճի թեմաներ են, բայց ես առաջարկում եմ այսօր չմտնենք դրա մեջ։ Շնորհակալություն։ Հա, ԵԱՏՄ-ի հետ կապված ես այսօր կառավարության նիստում ձեր հարցին պատասխանեցի առանց ձեր հարցը լսելու։ ԵԱՏՄ-ն ինչ է, ԵԱՏՄ-ն 4 սկզբունք է՝ ապրանքների, ծառայությունների, աշխատուժի եւ ֆինանսների ազատ հոսք։ Եթե չկա այդ ազատ հոսքը, ուրեմն չկա ԵԱՏՄ-ն։ Ասենք լավ է, այս կարա մի ամիս խնդիր լինի, լավ 2 ամիս կարա խնդիր լինի, լավ 3 ամիս կարա խնդիր լինի, 4 ամիս եթե այդ խնդիրը դեռ կա, նշանակում է ԵԱՏՄ չկա։ Հետևաբար, եթե ԵԱՏՄ-ն հայտարարում է, որ ինքը չկա, մենք ինչ անենք։ Է չկա։ Չի։ Շնորհակալություն։ Իմիջայլոց ասեմ նաև, քանի որ տնտեսական այսօր հրապարակվեց տնտեսական մեր ցուցանիշները, մայիս ամսին մենք 11% տնտեսական ակտիվության ցուցանիշ ենք ունեցել եւ 8% հունվար մայիսի տնտեսական ակտիվության ցուցանիշն է։ Հաջորդը վերամակարան։ Մեր կարճ հարց նախ այն ջրասուզակ Վահե Մելքոնյանին կարող է պատրաստում եք որևէ ձևով խրախուսել, պարգևատրել, որովհետև իրոք հերոսական գործ արել է տղան, ու ասում են շատ ցածր աշխատավարձ է ստանում։ Երկրորդը Պուտինը այդպես էլ չշնորհավորեց ձեզ, երևի սպասում է ՍԴ-ի որոշման արդյունքներին, սահմանափակումներն էլ արտահանման շարունակում են մնալ եւ խնդիրներ ստեղծել, սա ձեզ մտահոգում է թե ոչ երկու մասով էլ։ Եվ Ծառուկյանի եւ մյուսների բիզնեսները առերևույթ քաղաքական հրահանգներով փակելով, օրինակ Շանգրիլա մյուսները, դուք գնահատել եք այդ վնասը ինչքան է լինելու մեր տնտեսության վրա, որ այդքան հարկ չվճարեն, այդքան աշխատատեղ կորցվի եւ այլն։ Ընդհանրապես ձեր անձնական, այսպես ասած, ամբիցիաների կամ ձեր քաղաքական թիմի խոստումների համար, որ տալիս եք։ Եվ մի բան էլ հարցս հայ-թուրքական հարաբերություններին է վերաբերում։ Դրա մեջ մի քիչ անձնական, մի քիչ 18+ գծիկ կրկոտ երանգ կա, կփորձեմ հնարավորինս կոռեկտ ձևակերպել։ Ուրեմն տեսեք, ձեր աջակիցները ինձ ասում են, որ ես Ծառուկյանի ջրասուզակը Ծառուկյանը եւ Պուտինն ու արտահանումը։ Այս չորրորդը մի քիչ 18+7 է, բայց բան է, դե կրկոտը տրենդի մեջ է, ոչինչ։ Ձեր աջակիցները ասում են, որ ես իրավունք չունեմ, ինչ որ գնացի նախորդ նիստից հետո, ես գնացի Ստամբուլ, Թուրքիա, մեր պապերի երկիր, ասի տեսնեմ ինչ կա, մյուս կողմից մասիցը նայեմ, գամ։ Գնացի եկա, ինձ քննադատում են, ասում են դու ինչ ես գնացել Ստամբուլ եկել ես, մեր վարչապետին էլ հարց չտաս։ Ինչու, որովհետև ես այնտեղ նավի վրա փորձել եմ ժամանակ անցկացնել, այդտեղ շոու ծրագիր էր, մի մերկապարոյի բավականին կրկոտ էր պարոն գիտեք, ձեր ելույթներին չի հասնի, բայց դե մոտեցավ այդ ռետոր որպես ռետոր։ Եկավ, parեց, ես էլ գումար տվեցի, գնաց։ Հիմա ձեր աջակիցները ընդ որում մարդիկ, որոնք որ ըստ տեղեկությունների ասում են մարմնավաճառությամբ են զբաղվել Թուրքիայում, եկել այստեղ բլոգերություն են անում, իսկ քննադատում են բարոյ խրատական դասեր են տալիս, թե այ դու որ գնացել ես այնտեղ մի վարքան, դու գնացել ես այնտեղ Ստամբուլում, այնտեղ զվարճացել ես եկել ես, իրավունք չունես մեր վարչապետին հարց տալու։ Երևի նեղվել են, որ ոչ թե ես եմ մերկացել, parել ինձ փող են տվել, այլ հակառակը, երևի դրանից են նեղվել, լիքը թուրքերն են մերկացել, ես եմ փող տվել։ Հիմա ստացվում է, որ իրենք ձեզ ասոցացնում են Թուրքիայի հետ։
եւ կամ դուք դարձել եք Թուրքիայի խորհրդանիշը ըստ ձեր աջակիցների։ Հիմա մի հատ հասկանանք հայ-թուրքական հարաբերությունները դուք այսպես եք պատկերացնում, որ մարդիկ գնան Ստամբուլ տուրիստական այցով հետ կան, հարցակվեն այդ մարդու վրա, ասեն ինչ ես գնացել։ Կամ այսինքն եթե ես դեռ հարց եմ տալիս, չպետք է գնամ Թուրքիա, իսկ եթե գնացել եմ Ստամբուլ, պիտի կամ ստեղ հարց չտամ, այդ ինչ սինխրոնիզացիա է ձեր եւ Թուրքիայի միջեւ, որ ձեր աջակիցներն անկեղծ ասած ձեր տրամաբանությունից ես պատճառահետևանքային կապը չհասկացա, թե ինչ կապ ուներ, որ ես Թուրքիայի կամ ինչ դե փաստ կա ակնհայտորեն, որ դուք հիմա ինձ հարց տվեցիք, չէ, հետեւաբար ինչ ինչ որ եւ եթե ամեն շաբաթ ռիսկի եք դիմում, ուրեմն ռիսկ չկա։ Այսինքն ռիսկի դիմում են այն ժամանակ, երբ որ տենց մի անգամ, այսինքն հիմա դուք եք ասեք ամեն շաբաթ ձեր ռիսկով գալիս եք ստեղ, հա, եկեք մի քիչ։ Ես չեմ կիսում նման տեսակետները, մանավանդ ոչ միայն ձեր դեպքով, այլ հազարավոր քաղաքացիներ գնում են Թուրքիա տուրիստական այցերով եւ Թուրքիայից էլ գալիս են իմիջիայլոց Հայաստան։ Մենք պատրաստվում ենք բաց սահման ունենանք, մենք պետք է սովորենք, որ մենք պետք է գնանք, իրանք էլ պետք է գան։ Դա ելի եմ ասում, այդ ամեն ինչը իրականում իներցիոն պրոցեսների արդյունք է, այդ իներցիոն պրոցեսները մեզ բոլորիս հատուկ է, որովհետև մենք ելի եմ ասում, մի տնից չենք, բայց մի երկրից ենք եւ բազմաթիվ հարցեր մենք ընկալում ենք նույն կերպ։ Եվ Հայաստանում ինչարս դուք չեք նկատել, այս հարցոպատասխանում էլ է շատ տարածված, քաղաքական դաշտում էլ շատ տարածված, Թուրքիա, Ադրբեջան, այդ գործոնները օգտագործել մարդկանց դեմ։ Իբր որ ինչ որ մի բան ուզում են նեգատիվացնեն, այ գնացել է ինչ որ մեկը Թուրքիա, այ ինչ որ մեկը, չգիտեմ, բան թուրքական անձեռոցիկա օգտագործում եւ այլն եւ դա եթե մենակ մերոնց մեջ լներ խնդիրը, ես շատ արագ այդ խնդիրը կլուզում։ Խնդիրը դա համընդհանուր է, չեք նկատել այդ երևույթը։ Դուք էլ չեք ասում, դուք էլ ձեր հարցի մեջ էլի այդ փորձեցիք կապ չուներ չնայած, բայց էլի փորձեցիք բերել, ասել, որ ես դարձել եմ Թուրքիայի, ինչ կապ ուներ դա, ձեր ասածից ոչ մի, բայց իրանց տրամաբանություն ձեր պատմածով նույնիսկ որևէ ես աղերս չտեսա, թե ընդհակառակը։ Ես նկատի ունեմ, դա մեր մոտ մենթալիտետ է, որ ինչ որ մեկի դեմ բան ես ասում, խոսում, զգում ես, որ փաստարկ չունես, ոնց խոցել դիմացինին։ Իհարկե, եթե այլ փաստարկ չկա, Թուրքիան եւ Ադրբեջանը տեղում են։ Ես դեռ հələ խաղաղության օրակարգը չկար, ես այն ժամանակ մատենադարանում էր ոնց որ 2000 կարող է նույնիսկ 22 կամ 21 թիվներ, ասի պետք չի Թուրք ասել մտածելով, որ բանը վիրավորում ես, որովհետեւ ասենք այդ նույնն է, որ ինչ որ մեկը մեկին ասի 1000 ներողություն, ուրիշ ազգի ներկայացուցիչ անունը տալով բան անի։ Դա վատ արտապետական մտածողություն է եւ դա ֆորպոստային մտածողություն է ներդրված Հայաստանի Հանրապետությունում։ Իհարկե եմ ասում, դա օբյեկտիվ պատմական հիմքեր ունի, բայց նաեւ մենք պետք է հասկանանք, որ մենք պետություն ենք եւ մենք պետք է դրջանանք։ Ես պաշտպանում եմ ձեզ Թուրքիայել, Ռուսաստանել, Եվրոպայել եւ ոչ միայն ձեր գնալու իրավունքը։ Հարգելիս ես կառապան չեմ, որ ինչ որ մեկին սանձեմ։ Մարդիկ արտահայտվելու իրավունք ունեն նույն կերպ, ինչպես դուք։ Եթե ամեն մեկս ինձնից սկսած մեր խոսքին վերաբերվենք նույնպիսի քննադատությամբ, ինչպես ուրիշների խոսքին ենք վերաբերվում, բոլոր ամեն մեկս մեզ սանձենք, ոչ մեկին սանձելու կարիք չի լինի։ 100% համոզվեմ։ Ձեր ինձնից սկսած մնացածով վերջացրած։ Բայց երբ որ անընդհատ այդ մանր ծակոցները դառնում են գործունեության հիմնական ձև, դա բնականաբար իր հետ բերում է այդ երևույթներին։ Ձեր նշած անձի բիզնեսների հետ կապված, ուրեմն չկա մի process, որը սկսել է ընտրությունից առաջ, ընտրությունից հետո, ամեն ինչ շատ վաղուց process-ներ են, որոնք բոլոր հնարավոր ձևերով, արհեստական ձևերով խոչընդոտվել են, եւ ես Հայաստանի քաղաքացիների առաջ ստանձնել եմ պարտավորություններ, այդ պարտավորությունները պետք է կատարվի։ Ես մարդկանց ասել եմ, որ էսա տեղի ունենալու, էսա մի քիչ կրկոտ եմ ասել, մի քիչ ոչ գրական բառապաշարով եմ ասել, բայց դրանից բովանդակությունը չի փոխվում։ Դա իրականացվելու է։ Հիմա ում դա դուր կգա, ում դուր չգա, դա իրականացվելու է։ Ընտրությունների ժամանակ ստանձնած պարտավորությունները ո՞նց ընտրություն, հա? Այդ process-ները նույն ճոպանուղ հետ կապված process-ները 8 տարի առաջ սկսվել են։ Ուղղակի
ամեն անգամ արհեստական խոչընդոտներով հետաձգվել են, նոր եկե հասել, այդ թվում օրենսդրական բացերի պատճառով։ Ես հիշում եմ Ճոպանուղու հետ կապված process սկսել այն ժամանակ, երբ որ Ռոմանոս Պետրոսյանը եղել է Կոտայքի մարզպետ։ Ինքն է առաջին անգամ ինձ բերել, որ սենց հարց կա։ Եվ այդ պահից սկսած դրա շուրջ process-ները ոչ մի րոպե չեն դադարել, ոչ մի րոպե։ Պարզապես անընդհատ արհեստական եւ խոչընդոտներ եւ նաեւ օրենսդրական բացեր։ Հիմա այդ բացերը կարգա։ Պարոն Մակարյան, գործընկերները սպասում են։ Չհամընկան process-ները իրենց բնականոն ճանապարհով գնում են։ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, ես արդեն պատասխանեցի, չեմ կարող չմտահոգվել։ Բայց ես կարծում եմ, որ ինչքան ես եմ մտահոգված, ԵԱՏՄ-ի մյուս գործընկերներն էլ պետք է մտահոգված լինեն։ Հիմա ասենք ԵԱՏՄ-ի մյուս անդամ երկրները Հայաստանից փորձից մտահոգված չեն, 100% համոզված եղեք, որ մտահոգված են, որովհետև բոլորը հասկանում են, որ նույնը կարա տեղի ունենա իրենց հետ։ Սա եթե մենք հիմա արագ չկարգավորենք, սա ԵԱՏՄ-ի քայքայումը դարձնելու անխուսափելի։ Ուղղակի անխուսափելի, ոչ թե Հայաստանի մասին չի խոսքը։ Ես ասել եմ, մենք ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր մեր առաջ չենք դրել։ Պարզապես եթե այս հարցերը չկարգավորվեն, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու անխուսափելի։ Ասեցի արդեն։ Ասեցի։ Եվ հաջորդ հարցը Ջրասուզակի հետ կապված իհարկե շատ ցավալի եւ դրամատիկ իրադարձություններ են, համոզված եմ ներքին գործերի նախարարը աշխատանքի գնահատականի վերաբերյալ զեկույցով հանդես կգա եւ մենք որոշում կայացնենք։ շնորհակալություն հանրահայտ։ Պարոն վարչապետ, հաջորդ շաբաթ Եվրահանձնակատար Ուրսուլա ֆոն դեր Լայենը նախ կգնա Բաքու, ապա կգա Երևան։ Արդեն հայտնի է այցի օրակարգը, ինչ առաջնահերթ հարցեր եք պատրաստվում քննարկել եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ եւ հնարավոր է, որ Երևանյան այցի շրջանակում քննարկման թեմա դառնա նաեւ Հայաստանի միջին միջանցքում ընդգրկվելու հարցը։ Հայտնի է, որ այդ միջանցքը անցնելու է Ադրբեջանով եւ Վրաստանով եւ նաեւ Մարտակոսը օրերս հայտարարել է, որ չեն պատկերացնում միջին միջանցք առանց Թուրքիայի մասնակցության։ Դե մենք պարզավոր թրիպ նախագծով Հայաստանը բոլոր ռեգիոնալ ծրագրերին ինտեգրվելու է անխուսափելիորեն եւ ընդ որում ելի եմ ասում այդ ծրագրերը մրցակից չեն եւ թրիպն էլ կարող է լինել եւ միջին միջանցքի մաս եւ ավելի լայն նախագծերի մաս, ինչ եմ համարում, որ մրցակից չեն, որովհետեւ հոսքերը իրականում այնքան մեծ են, որ առանձին վերցրած մի ուղով հնարավոր չէ այդ հոսքերը սպասարկել։ Այդ հոսքերի համար հենց հարավային Կովկասով մի քանի ուղիներ են պետք եւ իդեպ ժամանակն է, որ մենք հարավային Կովկասի երկրներս մտածենք հարավային Կովկասի մասին որպես մեկ ընդհանուր ռեգիոն, որտեղ շատ ընդհանուր շահեր կան, իհարկե բազմաթիվ նրբություններով։ Պարզավոր ամեն երկիր իր սպეციფიկ շահերը ունի եւ իր սպეციფიկ տեսլականը, բայց կարծում եմ, որ հարավային Կովկասի երկրները նաեւ շահերի շատ ընդհանուր կշռով են կապված եւ մենք այդ ուղղությամբ պետք է աշխատենք։ Եվրոպական հանձնաժողովի նախագահի այցը իհարկե օրակարգի կարևորագույն հարցերից մեկը լինելու է Հայաստանի Հանրապետության մասնավորապես գյուղատնտեսական արտադրանքի հեշտացված մուտքը եվրոպական միություն ապահովելու հնարավորությունը եւ վերջերս արտաքին գործերի նախարարը Բրյուսելում մասնակցել է արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին եւ հավանականություն կա, որ այս իմաստով Հայաստանը բացառիկ հնարավորություններ կունենա եւ հույս ունեմ, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ մենք կհասցնենք այդ նախագիծը ավարտին հասցնել, որպեսզի Երևանյան այցի ընթացքում մենք իրար հետ այդ մասին հայտարարենք։ Շնորհակալություն Եվրոմեդիա հաջորդ հարցը։ Շնորհակալություն, բան Փաշինյան,
գործընկերներից հարցին հավելում ազգային ժողովի նախագահի հետ կապված ուզում եմ իմանալ բացի նշված 3 տեխնատուներից կան էլի առաջադրված դեր թե միայն 3-ն են ու այսօր վարչության նիստից հետո արդեն արդյունքները կասվեն թե ոչ դա ճշտող շարունակություն հարց եւ ես ուզում եմ ձեր դիրքորոշում իմանալ վերջերս ավականու նիստին տեղ ունեցած այդ ծեծկրտուքի հետ կապված քրեական վարույթ կա կան մարմնական վնասված ստացածներ ինչու եմ հենց ձեր տեսակետը որտեղ ընդդիմադիրները հա կողմը օրինակ պնդում են որ սա հերթական միջադեպը չէ այլ վերևից եկած այս նախապես միջև նիստը կազմակերպված միջադեպ էր եւ սրանով իշխանության ներկայացուցիչները ուզում են ցույց տալ այ եկեք տեսեք ձեզ այդ խորհրդարանում ինչ է լինելու ուզում են սա որ սրանով մեզ դաս են տալիս ու արդյոք դուք ընդունում եք այս խոսելը ոչ օրինակ ասում են դուք բոքսի տանձիկ եք դառնալու եկեք խորհրդարան տեսեք ձեզ հետ ինչ են այս խոսույթը նորմալ համարում եք Գիտեք ընդհանրապես ես կարծում եմ որ վաղուց ժամանակը հասունացել է որ մենք ընդհանրապես մեր քաղաքական խոսույթներին անդրադառնանք որովհետև էդ էլ է նույն բանը հասկանում եք չի կարա այդպես լինի հիմա գիտեք ինչ ով է ձեր մեջ ամենահանդուրժողը ամենահանդարտը բայց հասկանում եք եթե սենց անընդհատ այդ խոսույթը ցանկացածի դեմ օգտագործեն Մենք մի օր այդ պայթյունը տեղի ունենալու եւ իհարկե ինձ համար շատ ցավալի է եւ ընդունելի չի որ այդպիսի բաներ են տեղի ունենում բայց մյուս կողմից չի կարա դա միակողմանի լինի Այսինքն եթե ընդդիմությունը ուզում է իշխանությանը կներեք բոքսի տանձիկ սարքի այսինքն ինչ իշխանությունն ասել է լավ դե որ ընդդիմությունը տենց է ուզում ուրեմն մենք այդ դիրքում կդիրքավորվենք, չի լինի։ Ես առաջարկում եմ, որ հրաժարվենք այդ բաներից, ընդհանուր առմամբ հրաժարվենք եւ հասկանանք, որ չի կարելի այդպես շարունակել։ Ես վաղուց անցած տարի առաջարկ եմ արել, ընդհանրապես Հայաստանում հանրային քաղաքական դաշտին անցած թե նույնիսկ հաճե անցյալ տարի, որը ըստ էության անարձագանք է մնացել, այդ առաջարկը բաց է եւ որ ով որ այդ առաջարկի մեջ կգործի բնականաբար մեր վերաբերմունքն էլ կլինի համարժեք ով որ դաշտում կգործի բա հիմա մարդիկ են գալու խորհրդարան որոնք ասենք այնտեղ գտնվող մարդկանց հասցեին ինչ ասել են բա այսինքն դա տենց ուղղակի չէ կներեք Շատ լավ, հանրության քվեով են գալիս, մեծամասնությունն էլ է հանրության քվեով գալիս եւ մարդիկ իրանց հետ կապված էլ եմ ասում ցանկացածը երբ որ անընդհատ 1 2 3 4 5 10 15 20 բայց մի X պահի մարդկանց նյարդերը չեն դիմանում պարզապես չէ ու բոլորն են տենց ունենք չի որ ինչ որ առանձնահատուկ խումբ կա բոլորը էլ տենց եք բոլորս էլ տենց ենք Մարդ ենք լավ ի վերջո, ամեն ինչից անդին։ Լավ, ասենք ենթադրենք վարչապետի դեպքում դա 1, 2, 3, 10, 30, 40 է, մյուսի դեպքում 20 է, մյուսի դեպքում 10 է, մյուսի դեպքում 100 է, մյուսի դեպքում 1000, բայց ինչ որ մի հատ գիծ կա, չէ։ Շնորհակալություն հաջորդ հարց։ Առաջադրված է 3 տեխնացու եւ ընտրությունը կլինի 3 տեխնացուի մեջ։ Պարոն Փաշինյան, սա ձեր գրառումն է, որով դուք նախատում եք պաշտոնատար անձանց, որոնք կարմիր լույսի տակ չէին անցնում, ու մեզ այն ժամանակ ասում եք, կարմիր լույսի տակ չեն կանգնում, հա, անցնում են։ Ու մեզ այն ժամանակ ասում եք, որ ես կանգնում եմ կարմիր լույսի տակ, որովհետև ուզում եմ ցույց տալ, որ ես ձեզանից մեկն եմ։ Բա հիմա խի չեք կանգնում կարմիր լույսի տակ, հիմա ուզում եք ասել, որ արդեն ճուժը եք, մեզանից մեկը չեք։ Ինչի համար եմ սա հիշեցնում, որովհետև նախորդ ճեպազրույցին լրագրողներին դուք ասում եք, որ ես ինչ ասել եմ, ապացուցել եմ, բայց բազմաթիվ օրինակներ կարող ենք բերել, որ դուք ասել եք մի բան ու լրիվ հակառակ բանն եք արել։ Պատավատապետություն, կարմիր գծեր, արագաչափեր, բաժանողապետություն, տուգանքներ, թոշակներ, չգիտեմ, 1000 ու մի բան կարող ենք այստեղ նշել։ Դուք մեզ ասում եք, որ նախկին այդ ստոր պաշտոնյաները հանրակրթությունը ներքաշում են քաղաքականության մեջ, ես արմատախիլ եմ անելու դա, բայց ձեր քարոզարշավին հանրակրթությունը ավտոբուսներով, գազելներով բերման էր ենթարկվում ձեր առաջ, ընդ որում բերքարատի կերպարվեստի տեխնոլոգիայի դասատուներ մեզ ասում էր, դե դասերը չեն կարել, կիսատ ենք թողել, որովհետև եկել ենք մեր արևին տեսնենք։ Դուք արմատախիլ չեք արել դա, որովհետև այս անգամ արևը, լուսինը եւ
բնական բոլոր երևույթները դուք եք։ Եվ կան բաներ, որոնք դուք ասել եք, բայց եթե հիմա կներեք ատրճանակ պահեն ձեր ճակատին, դուք նույնը չեք կրկնի, ինչ էլ որ լինի։ Ես հասկանում եմ, որ կյանքը փոխվել է, բայց օրինակ դուք մեզ ասել եք սա։ Միայն ռազմական կամ ռազմաքաղաքական հարց լուծելու նպատակ չէ, որ հետապնդում է։ Նրանք մեր Ղարաբաղի Ինչ է կարագացած դրել։ Չեմ հասցնում դրել այդ ինչ։ Դե ադրբեջանա-թուրքական հրոսակախմբերի մասին է։ Հա, ինչ։ Նրանց նպատակը հայոց ցեղասպանության իրենց քաղաքականության շարունակությունն է, եւ նրանք խնդիր են դրել հայոց ցեղասպանությունը։ Լսում եմ, ուզում եմ հասկանալ ինչ եք ուզում ասել եւ Այստեղ ասում եք, որ ադրբեջանա-թուրքական հրոսակախմբերի նպատակը մեզ բնաջնջելն է, ցեղասպաներն է, նրանք այնպես չի, որ Արցախով բավարարվելու են եւ կշտանալու են։ Հիմա մեզ դրիվ հակառակն եք ասում, հիմա մեզ ասում եք, որ նրանք խաղաղություն են ուզում, նրանք ուզում եք համոզել, որ մեզ իրենք իսկապես խաղաղություն են ուզում։ Դուք ձեր ո՞ր ասածն եք հավատում, այն ասածին, թե այս ասածին։ Եվ մի հաջորդ հարցն է, ձեր կրծքանշանի հետ։ Ասնիվ չի, տենց ասենք կես ժամ հարց եք տալիս, ես հիմա ո՞նց եմ պատասխանելու։ Որ չընդհատեք այդ մի հարցն էլ արագ կտամ կպատասխանի։ Ձեր կրծքանշանի հետ կապված 2023-ին դուք այդ կրծքանշանի չափսերով կադաստրի վկայականն եք փնտրում, ասում եք Հայաստանի Հանրապետությունը չունի կադաստրի վկայական եւ ու քանի որ չունենք այդ թուղթը, ցանկացած պետություն կարող է գալ, որոշ պետություններ կան, մեզ ասել ձեր վեշերը հավաքեք եւ դուրս եկեք այստեղից, պիտի հանենք, ցույց տանք այդ կադաստրի վկայականը։ Հիմա հարց գտել եք այդ կադաստրի վկայականը ի վերջո կա, թե չէ, թե հետո կարող է պարզվել, որ Հայաստանի Հանրապետությունը ինչ որ ինքնակամ շինություն է ու կարող է քանդվել նաև։ Շնորհակալություն։ Զարմանալի է, գիտեք, ոնց որ Հայաստանի Հանրապետությունում չեք եղել այդ բանից հետո, ասենք ուրիշ տեղ եք եղել, այդ նոր եք եկել։ Բա չեք լսել։ Չեք լսել, որ խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգ ստորագրվել եւ երկու երկրներում վավերացրել եւ երկու երկրներում ունի պարտադիր իրավական ուժ։ Այո, հետա։ Բայց չէ Մենք ենք մեր կադաստրի թուղթ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչման մասին է։ Եվ այդ ժամանակ երբ որ ես խոսում եի Հայաստանը ոչնչացնելու մտադրության մասին, այո, ես խոսում եի այդ մտադրության մասին եւ համոզված եի այդ մտադրության մասին խոսում, եւ հենց այդ ժամանակա, որ ես հասկացա, որ մենք կոնցեպտուալ սխալ ունենք, որ մենք մտածում ենք, հեսա ուրիշ մեկը գալու է մեզ պաշտպանի այդ վտանգից։ Եվ այդտեղ է, որ մեր քաղաքական ամբողջ բանաձևերը փոխվեց եւ մենք հասկացանք, որ մենք պետք է այդ հարցերը լուծենք։ Ոնց պետք է այդ հարցերը լուծենք։ Հենվելով Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքի վրա եւ այդ ժամանակը եւ այդ վերլուծությունների արդյունքում է, որ ծնվել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը եւ իրական Հայաստանի գաղափարախոսությունը պատասխանում է ձեր բարձրացրած գրեթե բոլոր հարցերին։ Ինչ վերաբերում է Կարմիր լույսի տակ կանգնելուն եւ չկանգնելուն, դա տեղի է ունեցել անվտանգային միջավայրի փոփոխության արդյունքում։ Անվտանգային միջավայրի փոփոխության արդյունքում։ Ինչ կար չհասկանալու։ Այո, կանգնում ենք, հիմա չենք կանգնում, որովհետեւ այդպիսին են անվտանգության ապահովման կարիքները։ Բայց եթե ձեզ հետաքրքրում է ոչ մի Հայաստանի Հանրապետության եւ ոչ միայն Հայաստանի Հանրապետության ղեկավար այդքան փողոցներով չի քայլել եւ չի քայլում եւ այդքան բնակավայրերով չի լինում։ Եվ ել չեմ ասում, որ չեմ կարծում, որ տրամաբանական է, որ այո, խնդրեմ կա Հայաստանում խցանումների, չեմ կարծում, թե Հայաստանի Հանրապետության վարչապետը պետքա բոլոր հնարավոր հանդիպումներից ուշանա այն պատճառով, որ խցանումների մեջ է մնում։ Այո, ես ասել, էլի եմ ասում, հարգելիս, շատ բաներ կա, որ մենք ասում ենք եւ այդ ասածը ոչ թե մոռանում կամ հերքում կամ ուրանում ենք, այդ ասածի վրա հասնում ենք այդ ասածին։ Այդ ասածը մեզ համար նոր հարցեր եւ նոր մարտահրավերներ է բերում։ Այո, ես նաեւ ասել եմ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Եվ նախընտրական քարոզարշավի ընթացքում դրանից էլ առաջ տասնյակ անգամ չեմ թողել, որ դուք հիշեցնեք, որ ես ասել եմ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Ես եմ տասնյակ անգամներով ասել, այո, ես եմ մարդն եմ, ով այդ ասել է։ Եվ այդ ասելու արդյունքում է, որ մենք հասել ենք այս կետին։ Եվ սա լավ կետ է։ Եթե չասեի, մենք մնալու ենք այդ թակարդի մեջ, այդ պատանդի կարգավիճակում, որովհետև չենք հասկանալու տենց էլ լավ ի վերջո մեզ հետ ինչ է կատարվում եւ ինչի է կատարվում։
Շնորհակալություն, հաջորդ հարցը սիրելի։ Հենց այդ ամբողջ մոլորությունը, որ մեզ թվացել է, թե Արցախը մերն է, հիմա կորցնել չկորցնելու հարցն է։ Մենք լուծել ենք Հայաստանը կորցնել չկորցնելու խնդրի առաջ ենք եղել։ Ես 100 անգամ այդ թեմայով խոսել եմ։ Նորից եթե անդրադառնալու կարիք կա, էլի պատեհառիթով կանդրադառնամ։ Էլ չեմ ասում նախընտրական քարոզարշավի ընթացքում դրանից առաջ հարցազրույցներում, ելույթներում տասնյակ անգամներով դրան անդրադարձել եմ։ Նույն հարցերը ունեն նույն պատասխանները, բայց ես դեմ չեմ։ Ինչքան ուզում եք հարցրեք, ես համբերատար կպատասխանեմ։ Երբեմն կարող է կրկոտ պատասխանեմ, չնեղվեք։ Դա որևէ անձնական ենթատեքստ չունի։ Շնորհակալություն, սիրելի։ Պարոն վարչապետ, դուք բազմիցս կոչ եք արել քաղաքացիներին տարբեր առիթներով հեղափոխություն անել, եթե իրենք համաձայն չեն ձեր առաջ քաշած թեզերի հետ, վերջինը ընտրությունների հետ էր կապված եւ նաեւ եռագլուխ կուսակցության առաջնորդներին պատասխանատվության ենթարկելու եւ կոչ արեցիք, եթե համաձայն չեն մարդիկ դուրս կան փողոց հեղափոխության, ընդդիմության առաջնորդները հիմա հետընտրական հանրահավաքների մասին են մտածում, այդ մասին են բարձրաձայնում, նաեւ պարոն վարչապետ, հետընտրական կոալիցիաների մասին են քննարկումներ իրականացնում։ Կարծում եք, պարոն վարչապետ, դա ձեր կոչին պատասխան կարող է գեներացնի այդ հեղափոխական գործընթացները, արդյոք ընդդիմությունը կկարողանա գնալ այդ ճանապարհով եւ մի հարց թրիպի հետ կապված, դուք նշեցիք միջանցքի համատեքստում, որ թրիպը ի վերջո դա մաս կազմի միջանցքի, պարոն վարչապետ, ինչ ունենք թրիպի մասով, որովհետեւ տեսնում ենք, որ գործընթացները արագ գնացին, հիմա ինչ որ լրություն է այդ իմաստով, կուլիսային երևի ինչ որ գործընթացներ գնում են, բայց հանրությունը դրա մասին տեղյակ չի, կարող եք ինչ որ տեղեկություններ տա, թե որ փուլում է գտնվում թրիպի գործընթացը։ Կուլիսային ոչ մի գործընթաց չկա, կա աշխատանքային գործընթաց։ Սկսած նրանից, որ աշխատանքային խմբերը օրինակ երկաթուղու հնարավոր ուղիների վայրերում են տեղատեսության process-ներ անում, ճանապարհների հնարավոր վայրերում են տեղատեսության process-ներ անում, էլեկտրահաղորդման գծերի վայրերում են տեղատեսության process-ներ անում։ Նկատի ունեմ այն ինչ որ հրապարակային պետքա լիներ, մեծ մասը արդեն եղել է։ Հիմա աշխատանքային մակարդակում գործելու ժամանակն է եւ աշխատանքա տեղի ունենում։ Եվ գործնականում այսօր էլ եթե ոչ ամենօրյա, ամեն շաբաթյա ռեժիմով ինչ որ մի ինժեներական հարց է քննարկվում, ինչ որ մի կոնստրուկտորական, նախագծային, ֆինանսական, լոգիստիկ, այսինքն process-ը գնում է եւ հույս ունեմ, ինչ եմ ասում, հույս ունեմ, որովհետեւ տեխնիկական խնդիրները եթե չխանգարեն, այս տարի գործնականում արդեն գետնի վրա արդեն շինարարական աշխատանքներ գոնե մենք ուզում ենք, բայց ինչ են վերապահումով ասում, որովհետեւ դրանք քաղաքական եւ ֆինանսական ոչ մի խոչընդոտ չկա, բայց կարող են տեխնիկական բնույթի, կազմակերպչական բնույթի հարցեր լինել։ Առաջիկայում մենք Հայաստան Միացյալ Նահանգներ փաստաթուղթը կվավերացնենք ըստ ամենայնի եւ կանցնենք process-ի։ Ինչ վերաբերվում է ձեր առաջին հարցին, Հայաստանում տեղի են ունեցել ժողովրդավարական ընտրություններ։ Ժողովուրդը իր կամքը արտահայտել է, իր ժողովրդի արտահայտված կամքը արձանագրել է։ Այդ այո, ես դա ասում եմ, բայց ես դա նաև ժողովրդի վստահության քվեին արժանացած մարդ եմ որպես ասում, որովհետև ես իմիջիալոց երբեք չեմ ժխտել եւ երբեք չեմ ժխտի ժողովրդի հեղափոխություն անելու իրավունքը։ Ես դա միշտ եմ ասել, ընտրություններից առաջ եմ ասել, ընտրությունների ժամանակ եմ ասել, ընտրություններից հետո եմ ասում։ Բայց ակնհայտ է, որ ժողովուրդը իր ընտրությունը կատարել է եւ մարդիկ վերադարձել են, չեն վերադարձել, այսինքն հետել ընտրությունն էլ է բնականon կյանք, բնականon կյանքով ապրում են եւ Հայաստանը տնտեսական զարգացման բարձր տեմպերը շարունակում է եւ սա շատ ուրախալի փաստ է։ Առաջիկայում մենք պետք է կենտրոնանանք նոր դպրոցների, նոր ճանապարհների, նոր մանկապարտեզների, արտահանման նոր ուղղությունների, նոր միջազգային կապերի եւ այցերի վրա։ Շնորհակալություն, Պարոն Փաշինյան, իմ հարցերից հետո խնդրում եմ կրկոտ ռետորի պես չպատասխանել։ Չէ, որոշել եմ, որ այսօր հատկապես ձեր հարցերին պատասխան կրկոտ ռետորի պես եմ պատասխանել։ Ինձ թվում է կարիք չկա, որ ես հիշեցնեմ 2018 թվականի ձեր խոսույթը Թալանչիներին
պատժելու եւ օրինակ Սաշիկ Սարգսյանի ունեցվածքը բերելու, քանի որ դուք համարում եք, որ նա 50-50 է արել, փայը մտել, մարդկանց կեղեքել է, բայց վերջերս դատարանը մի որոշում կայացրեց, որը առնվազն հարցեր է առաջացնում։ Սաշիկ Սարգսյանի կալանքի որոշումը վերացվեց, հետո դատախազությունը իհարկե վճռաբեկ բողոք ներկայացրեց եւ կրկին դատարանը մերժեց։ Խնդրում եմ մեկնաբանել ձեզ համար ընդունելի է արդյոք, որ դուք հիմա որոշել եք օրինակ Գագիկ Ծառուկյանին, այսպես ասած, կուլակաթափ անել, քանի որ նա մասնակցել է ընտրություններին, այսպես է մեկնաբանվում, իսկ օրինակ Սաշիկ Սարգսյանը, որ ձեզ համար ընտրությունների ընթացքում համարում եք թիրախներ, հիմա այսպես ասած ինքը դուրս է մնացել այս ամենից։ Մյուսը պարոն Փաշինյան, ընտրություններից մեկ օր առաջ ձեր այս ելույթը հրապարակելու համար կարող ենք կանխել պատերազմը, որի արդյունքում մենք ունենայինք այս նույն վիճակը, իհարկե առանց զոհերի։ Այս ձեր ելույթը հրապարակելու համար քաղաքացիական պայմանագիր կուսակցություն ինձ դատի է տվել, ոչ միայն սրա համար, այլև եւս երկու հրապարակման համար։ Մյուս հրապարակումը վերաբերում էր նրան, մի լուսանկար է հրապարակել, երբ զոհված զինծառայողների մարմինները նետվել էին Դիահերձարանի նկուղում եւ օրեր շարունակ մնացել էին այնտեղ ճանճերի մեջ։ Դրա համար է դատի տվել եւ Վալոդիա Գրիգորյանի սպանության վերաբերյալ տեղեկությունը, այսպես ասած, փաստերը հրապարակելու հետ կապված։ Ես ուզում եմ իմանալ արդյոք խորհրդակցել են ձեզ այդ ընդհանուր որոշումը է դա թե ոչ, որովհետեւ առնվազն տարակուսելի է, որ ձեր ելույթի համար ինչը փաստ է, արձանագրված է, ձեր ելույթի համար կարող է քաղաքացիական պայմանագիրը ինձ դատի տալ։ Շնորհակալ եմ։ Տարակուսելի է ձեր ասածը, որ այս ելույթը հրապարակելու համար։ Հիմա ասենք չտեղեկացված դիտորդը կմտածի, որ դուք ինչ որտեղից այդ ելույթը հանել հրապարակել եք։ Այդ ելույթը հրապարակված է, ենթադրում եմ այդ թվում իմ YouTube-յան եւ Facebook-յան էջերում։ Ինչ նշանակում հրապարակված ելույթը հրապարակելու համար։ Լսեք, դրա ընտրություններից առաջ, հետո, հիմա, 5 տարի հետո, 6 տարի հետո այդ ելույթը իմ պաշտոնական YouTube-ի էջում դրած ալնելու։ Հա? Չէ, դուք ես զարմանում եմ ձեր ձևակերպման վրա, ասում եք ձեր ելույթը հրապարակելու համար։ Իմ հրապարակված ելույթը դուք հրապարակել եք։ Եթե ելույթը ես եմ հրապարակել, դուք չեք հրապարակել, որովհետև դա իմ պաշտոնական YouTube-յան էջում է, կառավարության էջում է եւ այլն եւ այլն եւ այլն։ Եվ էլ չեմ ասում, որ չեմ պատկերացնում, որ Հայաստանի Հանրապետությունում կա մարդ, ով տեղյակ չի իմ այդ ելույթի մասին, կամ մոռացել է իմ այդ ելույթը։ Ես չգիտեմ, եթե տվել են, ուրեմն պատճառ եղել է, ես չգիտեմ մանրամասները։ Ինչ ասեմ, տեղյակ չեմ։ Եթե տվել են դատի, ուրեմն դրա համար հիմքեր եղել են։ Հարգելի Լիա, թույլ կտակ պատասխանեն եւ մյուս լրագրողները հարցերին։ Շնորհակալ։ Ճիշտ ասած, ձեր հարցերը առանձնապես գիրք չառաջացրեցին եւ մոռացա էլ ինչի մասին։ Հա, Սաշիկի մասին։ Սաշիկը դեռևս 2018 թվականին 29 միլիոն դոլար է վերադարձրել եւ այդ որ ասում եք դուս ոչ մեկ դուս չի մնացել, չի կարա դուրս մնա։ Ոչ մեկ։ Բացառվում է, որ որևէ մեկը դուրս մնա։ Հիմա առանձին գործով ամեն դեպքում կարա 10 հատ գործ լինի, մի գործով կարան այս որոշումը կայացնեն, մի գործով են, ել չեմ ասում, ես ասել եմ, որ դատա իրավական համակարգի հետ կապված խնդիրներ եմ տեսնում։ Դատա իրավական համակարգը հենց ժողովրդի կամքը չի սպասարկում պատշաճ ձևով, ես եւ այս այդ խնդրեմ եմ տեսնում։ Կարդարացնել, կազատնել, հələ մի հատ էլ բան կարող է մեր վրա էլ պարտավորություն դնեն, ասեն ոնց բան թալանվածը պետք է դուք վերադարձնեք բաներին, թալանչին, չեմ զարմանա, բայց ձեր ակնարկը, այտենց ակնարկ չկա։ Եթե ձեզ որևէ մեկը կասի, որ ես կամ մեզնից որևէ մեկը որևէ այդ կատեգորիայի մարդու հետ որևէ կոմպրոմիսի է գնացել, ուրեմն դա կարելի է բնորոշել միայն մի բառով՝ սուտ։ Դա չի կարող լինել, չի կարող։ Ասել եմ հատիկ հետ ենք բերել, ասել եմ ոչ մի ձուկ եւ ոչ մի մուկ չի պլստալու, ոչ մեկ չի պլստալու։ Ինչքան կպլստա
Կարան 1 պլստան, 2 պլստան, 3 պլստան չեմ պլստալու, ոչ մեկ չի պլստալու։ Եվ process-ները ակնհայտորեն իմիջայլոց դուք ձեր մոտ հարց չի ծագում, ըստ էության գործնականում արդեն ինչքան ժամանակ այդ հատիկ օրագիրը, որ մենք Facebook Այսինքն անընդհատ գնում է, այդ ումն է բա, այդ որտեղից այդ գույքերը, որ վերադարձվում են համայնքին, պետությանը, որտեղից, այդ ումն է։ Բանը ազնիվ քաղաքացիներից ենք դրանք հետ բերում, հա, աշխատանքով, քրտինքով վաստակած ունեցվածքը ինչ որ մեկի ձեռից առնում են, բայց այդ որտեղից։ Բայց 700 միլիոն, 770 միլիոն դոլարի գույքը, որ վերադարձվել է պետությանը, ընդ որում համայնքներին իրական գնահատման ծավալները մենք չունենք, որովհետև համայնք բազմաթիվ դեպքեր ունենք, օրինակ, մասնավորապես նախընտրական քարոզարշավի ժամանակ Երևանի քաղաքապետը հենց ուղիղ եթերում տեղեկացրեց, որ բանակցությունների արդյունքում Կոմիտասի այգին վերադարձվել է համայնքին։ Դրա մասին ոչ մի հաշվետվության մեջ չկա։ Այսպիսի դեպքեր ունենք գրեթե բոլոր համայնքներում միլիարդների ունեցվածք վերադարձվել Հայաստանի Հանրապետություն եւ ոչ մեկ անհանգստանալու կարիք չկա, որևէ մեկը դուրս չի մնա։ Էլի հարց կար, չէ նկատում եմ, ինչ որ բան բաց։ Շնորհակալություն, հաջորդ հարցը Արարպես։ Շնորհակալություն, պարոն Փաշինյան, ուժեղ Հայաստանի կողմից հայտարարվել էր, թե Գիրանցը անկլավ է եւ շարունակվում են նաեւ պնդումները 300,000 ադրբեջանցիների Հայաստան գալու վերաբերյալ կխնդրեի բարձրաբանել ինչով կբացատրեիք սա, որն է պատճառը ձեզ եւ երկրորդ հարցս վերաբերում է հայ-ադրբեջանական ընկերությունների մինչև կնքված ինտերնետային տարանցման այդ պայմանագրին, որը ոչ միանշանակ ընկալումների, մեկնաբանությունների տեղիք է տվել, ընդհուպ որ Հայաստանը դրանով կախվածություն է ձեռք բերում, նրանք կարող են դիտարկել Հայաստանից անցնող, Հայաստանից գնացող թրաֆիկը եւ այլն, կխնդրեի նաեւ սրա շուրջ ձեր բարձրաբանումները տայիք։ Ընդհանրապես զարմանալի է, սովորաբար տրանզիտը ոչ թե տրանզիտի երկրի նա կախվածություն բերում, եթե տենց բան կա, այլ տրանզիտի վերջնական կետին է կախվածություն բերում, եւ սա պարզ տրամաբանություն է, բայց եթե կախվածություն կա, մենք անընդհատ խոսում ենք, որ Հայաստանը պետքա տարանցիկ ուղի դառնա, ինչքան շատ բան անցնի Հայաստանով, այնքան ավելի Հայաստանի տնտեսական, քաղաքական, կշիռը եւ անվտանգության մակարդակը մեծանում է։ Եվ սա այնքան ակնհայտ բան է, որ այսինքն այն մարդիկ, ովքեր տենց են ասում, ուզում են Հայաստանը լինի փակուղի, ուզում են կոնֆլիկտի փակուղի լինի, մենք ասում ենք, ոչ Հայաստանը խաղաղության խաչմերուկ է։ Հարավից հյուսից, հյուսից հարավ, արևելքից արևմուտք, արևմուտքից արևելք, պետքա ինչքան հնարավոր է մալուխներ, խողովակներ, ճանապարհներ, երկաթուղիներ, օդային գծեր պետք է անցնեն, դա է խաղաղության եւ անվտանգության երաշխիքը, դա է։ Ինչ վերաբերում է, դե գիտեք, մարդիկ Նիժնի Տապրի գյուղից եկել են, իրանք Հայաստանը լավ չգիտեն, ոչ մի ձևով չգիտեն։ Եվ ես չեմ զարմանում, որովհետեւ այդ մարդիկ Հայաստանի հետ ոչ մի կապ չունեն։ Իրանք, ինչպես նախկինում ասել եմ, Նիժնի Տապրի գյուղի ներկայացուցիչներն են եւ այդ տրամաբանությամբ են գործում Հայաստանի Հանրապետությունում։ Ինչ մեկնաբանեմ ուրիշ։ Ինչքան էլի կա հարց։ Հարցեր կան։ Դե վերջին հարցը տվեք։ Հաջորդ վերջին հարցը Պապի։ Այդ խնդրում եմ կարճ, որ ես է կարճ պատասխանեմ։ Շատ լավ։ Նախ պարոն վարչապետ, Սաշիկ Սարգսյանը գումար չի վերադարձրել, դա 2018 թվականին ներկայացվեց որպես նվիրատվություն, որտեղ այդպես էլ հանրության համար պարզ չեղավ, թե դա ինչ գործի շրջանակներում է վերադարձրել, եթե մանրամասներ կան կխնդրեմ հայտնեք։ Պարոն վարչապետ, դուք ձեր գնահատականը, ձեր արձագանքը ո՞րն է Օրդուբատում տեղի ունեցած այսպես կոչված չակերտավոր արևմտյան Ադրբեջան վերադարձ այդ փառատոնի հետ կապված, որովհետև դա տեղի է ունեցել, պահանջներ են ներկայացվել Հայաստանի Հանրապետությանը եւ ոչ ԱԳՆ-ն է արձագանքել, ոչ վարչապետի աշխատակազմը։ Դա ընդունելի չի, բայց մյուս կողմից ես ասում եմ, ես գիտեմ դա ինչ պատճառ հետևանքային կապերը գիտեմ։
Բայց նույն կերպ ընդունելի չի Ղարաբաղի շարժումը շարունակելու փորձերը Հայաստանի Հանրապետությունում։ Իսկ այսօր առաջի հարցի հետ կապված հիմա նոր որ ասցի, օրինակ Կոմիտասի այգու վերադարձի մասին։ Հայտել է կամավորության բանով ստորագրել վերադարձել են։ Բայց հիմա մի դեպքում երկար դատական process-ներ կան, մի դեպքում հնարավոր է լինում առանց դատական process-ներին դա ապահովել։ Հիմա անուն կլինի նվիրատվություն, անուն կլինի վերադարձ, անուն կլինի կամավոր հրաժարում։ Իմիջիայլոց ապօրինի գույքի բռնագանձման համակարգում, եթե չեք մոռացել, կա նաև հաշտության ռեժիմ, երբ որ գալիս են կողմ գալիս է եւ հաշտության պայմանավորվածություն արձակ բերում, այնպես դա նորմալ բան է, փաստն է, որ այդ փողը տեղափոխվել է պետական տիրապետության։ Քայլեր ձեռնարկելն են, ես ասում քայլը ռազմավարական գործարքն է։ Պետքա դադարեցվի երկկողմ։ Պետքա դադարեցվի Հայաստանում էլ, պետքա դադարեցվի Ղարաբաղի շարժումը մի ժամը լրացավ։ Շարունակելու փորձերը։ Իմիջիայլոց նոր երևույթ կա, նախկինում այդ երևույթը երբեք չի եղել։ Այսօր ես մարդկանցից նամակներ եմ ստանում այդ թեմաներով։ Եվ մարդիկ ըստ ամենայնի նախ այս խոսակցության ընթացքում իրանք ընկալել են թեման եւ օրինակ ինձ նամակներ են գրում նույն խորհրդանում Ղարաբաղի դրոշների արկայության վերաբերյալ, ինձ նամակներ են գրում տարբեր ելույթների վերաբերյալ, որ բա տեսեք այս ելույթում փաստորեն իրանք այդ գիծը տանում են, որ բա որտե՞ց է ֆինանսավորվում այդ աթոռը եւ այդ նստարանը։ Պետական բյուջեից չի ֆինանսավորվում։ Պետական բյուջեից չի ֆինանսավորվում։ Պետական քաղաք, բա պետական ինստիտուտ է։ Բա հարց է ծագում, այսինքն Հայաստանի Հանրապետություն տարբեր պետական ինստիտուտներ, տարբեր քաղաքականություններ են վարում։ Ես իմ նախընտրական վերջին հարցազրույցի լռության օրը նախորդած հարցազրույցի մեջ ասացի, որ այսօր միջև այսօր երբեմն լնում է կառավարության որոշումների մեջ օրինակ արտահայտություններ են լինում այդպիսի։ Ինչ որ մի պահ կա, երբեմն ես մտածում եմ, որ ինչ որ մեկը հատուկ է արել, բայց նաև մենք պետք է հասկանանք, որ այդ իներցիան 30 տարի մեր մեջ պատտվել է, հեշտ չի, մարդիկ դա ասում են չեն նկատում։ Ես էլ օրինակ նույնիսկ մեր խմբակցության անդամների ելույթ նույնիսկ իմ խոսույթի մեջ երբեմն օգտագործում եմ իներցիայով բառակապակցություններ, որոնք այդ տրամաբանությունից բացարձակապես դուրս են։ Եվ չարամիտ ընկալման դեպքում կարելի է դա ընկալել որպես երկակի խաղ, բայց այդ դեպքում ինչի ես ասեցիք, բան դեպքում ինչի ես ասեցիք։ Նկատի ունեմ դա process է։ Եվ ես ինչի համար եմ ուրախ, որ մենք հասել ենք այս կետին, որ այս թեմաների մասին ես բացությամբ խոսում ենք, դա կարևոր կետ է եւ պետք է շարունակենք խոսալ։ Շնորհակալ։ Ինչի մենք չենք տեսնում։ Ինչի մենք ծառայություններ ունենք, որ հետազոտում են իրանց մեկնաբանությունները, այդ թվում իրանց սոցիալական ցանցի տիրույթները, իրանց պաշտոնական հայտարարություն։ Պարոն Մակարյան, ես ձեզ ասացի, որ մենք ծառայություններ ունենք, որ վերլուծում ենք, չէ՞ մենք տեսնում ենք մարդիկ ինչ են խոսում, ինչ են ասում, ինչ են հարցազրույցներում հայտարարում։ Այդ թեմաները մենք ենք քննարկման բերում այդ թեմաները, այդ թվում այդ առիթներով։ Եվ ռազմավարական գործարքը ես դրա մասին ասել եմ մի քանի անգամ, որ մենք առաջարկել ենք ռազմավարական գործարք եւ մենք շարունակաբար այդ գործարքը առաջարկում ենք, բայց այդ գործարքը մենակ Ադրբեջանին չի ուղղված, այդ գործարքը նաեւ ուղղված է մեզ։ Եվ հիմա նոր փուլ է, նոր էտապ է բացվում, որովհետեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրենց քվեարկությամբ արտահայտել են վերաբերմունք եւ սրա հետ պետք է հաշվի նստել։ Եվ սա հարց է, որին ելի եմ ասում, մենք պետք է խոսենք, հասկանանք, որովհետեւ պատճառահետևանքային կապերը եւ կոնտեքստը պետք է հասկանանք։ Այլևս քողարկված խոսելու կարիք չկա, որովհետեւ թեման բաց է եւ նախընտրական քարոզչության ընթացքում էլ բաց այդ մասին խոսել ենք։
Բաց այդ մասին խոսել ենք։ Այս նախընտրական կառավարության առանձնահատկությունը գիտեք որն է, իհարկե մի քիչ ավել, մի քիչ պակաս, բայց ոչ մի թաքնված թեմա չի եղել։ Սովորաբար լինում է թեմաներ, որ շրջանցվում են աչի ձախից։ Այս նախընտրական կառավարշավի ընթացքում 0 փակ թեմա եղել։ Բոլոր թեմաները բաց քննարկվել են։ Նույնիսկ հա շատերը համարում են, որ դա այդքան էլ լավ չի, այդքան բաց, այդքան կրկոտ, բայց բոլոր թեմաները քննարկվել են։ Եվ դա վատ չի։ Ես կարծում եմ դա լավ է, որովհետև մենք պետք է խոսենք։ Հասկանալու համար պետք է խոսել, պետք է դետալների մեջ մտնել, մանրամասների, չխոսելով, ոչ մի բան, չնայելով, չդիտարկելով, ոչ մի բան չենք հասկանա եւ առաջ չենք գնա։